Գործը բնականաբար իր արդյունքը տալու է, այն ուշադրությունը, ինչ որ հանրության կողմից, մեր լրատվական դաշտի կողմից կա, դա արդեն հուսադրող է։ Ճիշտ է, ես միտքս, որ պետական կառույցներից ես իրավապահ այլևս որևէ ակնկալիք չունեմ, բայց վստահ եմ, որ դրական արդյունք կտա եւ մենք կհասնենք մեր նպատակին, Լիդիա Մանթաշյանը կհայտնվի ազատության մեջ։ Հանրությունը ինչ կարող է դրա համար անել։ Ասում եք ճնշում ձևավորենք, կհամախմբվի հանրությունը, ինչ սպասելիքներ ունեք այս առումով։ Հանրությունը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է համախմբվելու, հատկապես այս պարագայում Լիդիա Մանթաշյանի պարագայում կհամախմբվի եւ որ Լիդիա Մանթաշյանը շարունակի այլևս մնալ կալանքի տակ։ Այս կառույցները եթե գործեին, ժամանակի ընթացքում Լիդիա Մանթաշյանը չէր լինի։ Ինչպես նաև շատ մարդիկ, շատ քաղաքական բանտարկյալներ կան այսօր չէին լինի բանտերում եւ այս գործերը չէին կարելի։ Իսկ Լիդիա Մանթաշյանի պարագայում սա բնականաբար, այսպես ասեմ, ճակատավոր պատիժ է նրա համար, բոլորս էլ գիտենք, որ քաղաքական պատվերը եւ Լիդիային ինչ-որ քաղաքական գործիչներ փորձում են պատժել իրենց մութ կողմերը, կարելի ասել, բացահայտելու համար։ Արդեն 4-րդ օրն է նստածույց է կանում ի պաշտպանություն Լիդիա Մանթաշյանի։ Այս ընթացքում ինչ արձագանքներ են եղել։ Դուք նշել եք, որ նպատակը նաև հանրությանը իրազեկելն է։ Արդյոք այդ նպատակը հասել է, ինչ արձագանքներ կան։ Արձագանքները շատ են, հանրությունից թե գալիս են, թե զանգում են, թե հաղորդագրություն են ուղարկում։ Վերաբերմունքը դրական է, ամենակարևորը դա է եւ փորձելու ենք այդ ուժը միտքը գեներացնենք, որպեսզի հանրային ճնշման միջոցով հասնենք նրան, որ Լիդիա Մանթաշյանը հայտնվի ազատության մեջ։ Այսինքն հանրության մի մասը ուղղակի հետաքրքրություն է դրսևորում եւ հարցուփորձ է անում գործի վերաբերյալ։ Այո, եւ հարցուփորձ են անում եւ իրենց աջակցությունն են հայտնում։ Այդ արդեն դրական տեղաշարժ է։ Եվ արդյոք որևէ մեկը գլխավոր դատախազությունից պաշտոնյա մոտեցել եւ զրուցել է ձեզ հետ, թե ոչ։ Ոչ, դատախազությունից չեն եկել, ես էլ չեմ եկել այստեղ են ակնկալիքով, որ իրենց հետ երկխոսության մեջ մտնեմ, դրա իմաստը չկա։ Իմ նպատակը հանրության հետ աշխատանքն է, որը կհանգեցնի Լիդիայի ազատությանը։ Ինչ է կարծում այս նստածույցը որքան կշարունակեք եւ արդյոք կլինի ցանկալի արդյունք, որը որ դուք եք ցանկանում։ Ցանկալի արդյունքի համար եմ եկել եւ վերջնակետը հաստատ լինելու է մեր հաղթանակով ու շարունակելու ենք այնքան ժամանակ մեր գործողությունները ըստ իրավիճակի զարգացման, քանի դեռ Լիդիան գտնվում է այնտեղ։ Իսկ դուք չեք փորձել որևէ նամակագրություն փոխանցել գլխավոր դատախազությանը կամ հանդիպում պահանջել որևէ իրավասու ներկայացուցիչի հետ։ Ներկապային իմաստ չկա։ Ինչու՞։ Որովհետև ես իրանց պահանջ չունեմ, իմ խնդիրը հանրությանը իրազեկելն է։ Էլ եմ նշում եւս մեկ անգամ, որ հանրային պահանջ ձևավորվի Լիդիային ազատ արձակելու համար։ Հանրության տեղեկացվածությունից բացի գլխավոր գործոնները այստեղ իրավապահ համակարգն է եւ նրա ներկայացուցիչները։ Հասկանում եմ դա, դրա համար մենք որոշել ենք, որպեսզի հանրային ճնշման ներքո այս մարդկանց ստիպենք գան արդարության դաշտ, չկատարեն քաղաքական բռնաճնշումների պատվերները, չկատարեն այնպիսի ցանկություններ, ինչպիսիք Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունն է եւ լինեն արդար, հատկապես այն պարագայում, երբ որ Հայաստանում արդեն կա քիչ բանտարկյալ։ Իսկ արդյոք Լիդիա Մանթաշյանը տեղյակ է, որ ի աջակցություն իրեն նստածույց է կանում։ Ես կապ չունեմ Լիդիա Մանթաշյանի հետ։ Փաստաբանի միջոցով եք փոխանցել, զրուցել եք արդյոք։ Լիդիա Մանթաշյանը նաև քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել, իր դժգոհությունն էր հայտնում իրավապահ համակարգի նկատմամբ։ Սրա վերաբերյալ ինչ դիտարկումներ ունեք, արդյոք ձեր ձայնը տեղ կհասնի։ Մեր գործողությունները ամբողջը կանում են նրանում, միտքը որ այդ ձայնը տեղ հասնի
ու հատկապես որ գլխավոր դատախազն էլ կին է, բազմիցս անգամ շեշտել եմ, այդ հանգամանքը իրանց ստիպի, որ ինքը բարոյական որոշում կայացնի, արդարության հետևից գնա, ոչ թե քաղաքական պատվեր կատարի։ Եվ երեք ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմությունը լսումներ էր կազմակերպել քաղբանտարկյալների թեմայով, նաև Լիդիա Մանթաշյանին անդրադարձան։ Ինչ է կարծում ընդհանուր առմամբ այս լսումները ինչ ազդեցություն կունենան։ Գործը քաղաքական պատվեր է, քաղաքական ենթատեքստ ունի եւ այդ լսումներն էլ իրականացում էր մեր ընդդիմության կողմից, ընդդիմադիր պատգամավորներն են կազմակերպել, հուսով ենք ինչ որ չափով իր դրական ներգործությունը կունենա։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, եղել են նախկին իշխանությունների ժամանակ եւ ըստ իշխանության, եթե լինեին Հայաստանում քաղբանտարկյալներ, ապա միջազգային կառույցները եւ կազմակերպությունները այդ մասին կարձագանք էին։ Ինչպես կարձագանքեք այս հայտարարությանը։ Ուրեմն այդ հարցին պատասխանեմ հետեւյալ կերպ. ոչ մի նախագահների օրոք, մինչև Նիկոլ Փաշինյանի ընտրվելը, Հայաստանում չի եղել կին քաղբանտարկյալ եւ նրանց ասածը հերյուրանք է, որ քաղբանտարկյալ չեն, ահաբեկչության նախապատրաստության հոդվածով կեղծ մեղադրանք են առաջադրում ու մի քանի ամիս անց նրանց այդ մարդկանցից 7 տղամարդ արդեն տնային կալանքի հետ փոխված գտնում են իրանց տանը։ Ոնց կարելի ահաբեկչության հոդվածով մարդկանց բաց թողնել, եթե քաղաքական պատվեր չի։ Դրանից հետևություն է ամեն ինչը քաղաքական խեղճատակության հետևանք է, ոնց որոշում է իշխող ուժը, տենց էլ դատախազությունն ու դատարանը կամակատար են դիմում։ Նշեցիք, որ այլ գործողություններ եք անելու, այսինքն նստացույցից հետո ինչ եք անելու, կմանրամասնեք, ինչ գործողությունների մասին է։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Ոչ մի բան չեմ կարող ասել, իրավիճակները ինչպես զարգանան, այնպես էլ համապատասխան գործողություններ կլինեն։